Իրան Միացյալ Նահանգներ բանակցությունների պահին Իրանի դեմ ծովային էսկալացիա նախաձեռնած Թրամփը չեղյալ է հայտարարել հատուկ բանակնած Սթիվ Ուիթքոֆի և Փեսա Ջարեդ Քուշների Պակիստան նախատեսված այցը։ Իսլամաբադում իբրև բանակցություններ պետք է լինեին։ Չնայած այս չեղարկմանը, այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նախատեսում է վերադառնալ Պակիստան Օման ուղևորության ավարտից հետո և Ռուսաստան մեկնելուց առաջ։ Իրանը հայտարարել է, որ Արաղչին չի էլ հանդիպի ամերիկացի բանակցողների հետ, փոխարենը իր մոտեցումները կհայտնի Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆին։ Իրանի շուրջ իրավիճակը կքննարկենք Հայլուրի վերլուծաբան իրանագետ քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ, նա արդեն տաղավարում է։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Լարա։ Այն, որ ամերիկացի բանակնացները ի վերջո չմեկնեցին Իսլամաբադ, արդյոք նշանակում է, որ նոր հարձակում կարող է լինել Իրանի վրա։ Լարա, մի քանի ժամվա ընթացքում Վաշինգտոնում հակասական մի քանի հայտարարություն հնչեց։ Գիշերը Թրամփը գրեց X-ում, որ պետք չէ 16 ժամ ծախսել Իսլամաբադ մեկնելու համար եւ ստանալ մի փաստաթուղթ, որն իրենց համար այդքան էլ լավը չէ։ Նա նաև կրկնեց, որ բոլոր քաղաքարտերը իրենց ձեռքում են, իսկ իրանցիները կարող են զանգել իրենց, երբ ցանկանան։ Լսենք այդ հատվածը։ Պատճառ չկա 2 օր սպասելու, 16-17 ժամ ճանապարհորդելու։ Մենք չենք պատրաստվում դա անել։ Մենք դա կանենք, երբ նրանք ցանկանան։ Նրանք կարող են զանգահարել ինձ։ Մենք ունենք բոլոր խաղաքարտերը։ Այցը չեղարկելուց 10 րոպե անց մենք նոր, ավելի լավ փաստաթուղթ ստացանք։ Վերադառնալով գլխավոր հարցին, թե արդյոք կլինի նոր հարձակում, Աքսիոսը հողում անելով Թրամփին գրեց, որ այդ այցի չեղարկումը չի ենթադրում Իրանի վրա նոր հարձակում, սակայն իրոք այդպես կլինի թե ոչ, կպարզվի, եթե ոչ առաջիկա ժամերին, ապա առաջիկա օրերին։ Սաթենիկ, արդեն 13 օր է Միացյալ Նահանգները շարունակում է ծովային էսկալացիան, ի վերջո ինչու բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգները նախաձեռնեց դա եւ ինչքան են կարող է շարունակվել։ Լարա, կարծում եմ, ծովային էսկալացիան շուտ չի ավարտվի։ Այս պահին Հորմուզի նեղուցում լարվածության թուլացումն է դարձել հակամարտող կողմերի հիմնական նպատակը, բայց ինչպես տեսնում ենք, դեռ որևէ արդյունք չկա։ Օրեր առաջ հրադադարի պայմաններում ամերիկյան ծովային շրջափակումից հետո իրավիճակը կրկին սրվեց։ Դա դարձավ բանակցությունների երկրորդ փուլի անժամկետ հետաձգման առիթ։ Լարա, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Իրանը մարտին պատերազմական վիճակում 40%-ով ավելի շատ նավթ է արտահանել, քան պատերազմից առաջ փետրվարին, եւ չի բացառվում, որ իրանական նավթի արտահանումը դադարեցնելու եւ սահմանափակելու նպատակով Միացյալ Նահանգները բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ ծովային էսկալացիա իրականացրեց, քանի որ իրանական նավթի 80-ից 90%-ը հասնում է չինական շուկա, Միացյալ Նահանգները իրանական նավթ գնելու համար պատժամիջոցներ սահմանեց չինական խոշոր Հենգլի նավթաքիմիական վերամշակման գործարանի նկատմամբ։ Հետաքրքիր է, որ ըստ որոշ աղբյուրների այս ընթացքում Հորմուզի նեղուցով անցած որոշ նավեր վճարել են չինական յուանով, դոլարի փոխարեն։ Այսինքն, եթե դիտարկենք այն նարատիվը, որ Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց Չինաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, ապա այդ ուղղությամբ էլ ձախողեց։ Իհարկե, եթե դոլար, յուանի պատմությունը համապատասխանում է իրականությանը, համենայն դեպս ոչ Թեհրանը, ոչ Պեկինը չեն հերքել։ Սաթենիկ, փաստորեն այս պատերազմում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նպատակները իսկապես տարբեր են։ Եթե Իսրայելը հայտարարում է, որ իր նպատակն է չեզոքացնել իր գոյությանը սպառնացող վտանգը, ապա բիզնես մտածողությամբ, այսպես ասենք, օժտված Թրամփը կարծես ուզում է թուլացնել համաշխարհային շուկայում Չինաստանի ազդեցությունը։ Այո, Լարա, հենց սա է համարվում ամերիկյան եւ իսրայելական նպատակների տարբերություններից մեկը։ Իրանի դեմ պատերազմում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ոչ բոլոր նպատակներն են համընկնում, բայց կարծում եմ Չինաստանի տնտեսությունը թուլացնելը պատերազմի պատճառը չէ, ինչպես կարծում են շատ վերլուծաբաններ։ Մյուս կողմից, եթե հիմնական նպատակը չինական տնտեսությանը վնասելն է, ապա ինչու էր Միացյալ Նահանգները թույլ տալիս Իսրայելին գլխատել Իրանի ղեկավարությանը, սպանել հազարավոր խաղաղ բնակիչների։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Իսրայելը նրանց թիրախավորել է առանց Միացյալ Նահանգների թույլտվության, ապա սա ի ցույց է դնում Նեթանյահուի թելադրող դերը իսրայելա-ամերիկյան հարաբերություններում։ Ստացվում է Միացյալ Նահանգները իր վրա է վերցրել Իսրայելի կռիվը։ ԱՄՆ պետդեպարտամենտն է նույնիսկ հայտնում, որ Միացյալ Նահանգները մասնակցում է այս հակամարտությանն իր դաշնակից Իսրայելի կոլեկտիվ պաշտպանության խնդրանքով, ինչպես նաև ԱՄՆ ինքնապաշտպանության իրավունքով։ Սակայն շատ ամերիկացի քաղաքագետներ են վկայում, որ Իրանը Միացյալ Նահանգների համար սպառնալիք չէ։
Այդ դեպքում ինչու Միացյալ Նահանգները սկսեց այս պատերազմը։ Արդեն պետք է տարանջատել առիթները պատճառներից։ Միջուկային զենքի ստեղծման ենթադրությունը, բալիստիկ հրթիռները, ուրանի հարստացման թեման, ըստ իս սրանք պարզապես առիթ էին եւ ոչ պատճառ։ Ի վերջո ամերիկյան հետախուզությունն էր հայտնել, որ Իրանում միջուկային զենքի ստեղծման հետք չեն գտել եւ գլխավոր պատճառը կարծում եմ Իրանի դերի եւ ազդեցության թուլացումն է։ Դրա ֆոնին Իսրայելի գերիշխանության հաստատումը Մերձավոր Արևելքում։ Իսկ ըստ քեզ Իսրայելը հասել է իր նպատակներին։ Եթե Իսրայելը հասել է իր նպատակներին, ապա ինչու է շարունակում հարվածել Լիբանանին, չնայած հրադադարին։ Բացի այդ, բանակցություններն էլ չեն հուշում, որ Իսրայելը հասել է իր նպատակին, որքան էլ Թրամփը վստահեցնում է, որ իրենք ավելի լավ առաջարկների փաթեթ են ստացել Իրանից, որն ի դեպ պաշտոնական Թեհրանը չի հաստատել, իսկ միջնորդավորված բանակցություններից տպավորություն է ամեն դեպքում, որ այս բանակցություններում թելադրող կողմը Իրանն է եւ Միացյալ Նահանգները հաշվի են նստում Թեհրանի հետ։ Մենք երեք տեսանք, որ բանագնացներից Աբբաս Արաղչին երեք այցելեց Իսլամաբադ, իրենց պահանջները Իսլամաբադի միջոցով գրավոր փոխանցեց Վաշինգտոնին։ Իրանական կողմը նախապես հայտարարել էր, որ չի հանդիպելու ամերիկացի բանագնացների հետ, մինչդեռ ամերիկյան կողմը պատրաստվում էր Սթիվ Ուիթքոֆին եւ Ջարեդ Քուշներին ուղարկել բանակցությունների։ Ակնհայտ է, որ Արաղչիի Իսլամաբադը լքելուց հետո է Թրամփը որոշել չեղարկել նրանց այցը։ Սաթենիկ, Իրանում խոսում են նաև պատերազմի հետևանքով մշակութային վնասների մասին։ Այո, Լարա, Իրանի զբոսաշրջության նախարար Ռեզա Սալեհի Ամիրին հայտնել էր, որ ԱՄՆ Իսրայել հարձակման ժամանակ Իրանի դեմ երկրի 149 պատմական կենտրոններ ենթարկվել են հարձակման։ Սալեհի Ամիրին Իրանի պատմական հուշարձաններին հասցված վնասը գնահատել է 7500 միլիարդ թուման, որն համարժեք է 95 միլիոն դոլարի։ Նա նաև ասել է 12-օրյա պատերազմի փորձի արդյունքը պատմական եւ արժեքավոր առարկաները տեղափոխել են անվտանգ պահեստ եւ արժեքավոր առարկաներից ոչ մեկը չի վնասվել, այսինքն 12-օրյա պատերազմը ցույց է տվել նրանց, որ կարող են հարվածների ենթարկվել նաև մշակութային ենթակառուցվածքներն ու հուշարձանները։ Ըստ այդմ դրանք ապահով վայրում են եղել այս պատերազմի ընթացքում։ Շնորհակալ եմ Սաթենիկ, սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր իրանագետ, քրդագետ Սաթենիկ Թարվերտյանը։